Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին և հայրենասիրության մասին, իհարկե, մենք կարող ենք ասել, որ ցանկացած ընտանիքի ուժը իր միասնության մեջ է և հայրենիքի հզորությունը ցանկացած ընտանիքի, հայրենիքում ապրող ընտանիքի հզորության մեջ է և երբ որ մտածենք ոչ թե հայրենիքին պետք է տգետ հասարակություն, որ կառավարելը հեշտ լինի, ոչ, հայրենիքին պետք է գիտակից, ուժեղ հասարակություն, որը որ կապված է հայրենիքի հետ, հասկանում է հայրենիքի արժեքը։ Հայրենիքի միասնություն իհարկե նրա մեջ է, երբ որ յուրաքանչյուր անդամ գնում է դեպի միասնության։ Բայց եթե մենք ավելի անհատական դաշտով խոսանք, տենց գլոբալ առումով չխոսանք, պիտի տեսնենք, որ ինչ է հայրենասիրությունը, եթե վերանանք ուրեմն այն հայրենասիրական բանաստեղծություններից, ֆիլմերից, գրքերից եւ այլ, այս ամեն ինչից դուրս գանք եւ փորձենք հասկանալ ինչ է հայրենասիրությունը, ուրեմն եկեք ամեն մեկս ինքներս մեր զգացմունքները քննենք եւ կտեսնենք, որ մենք ուզում ենք ապրել այդ շենքում, եթե հարևանները լավն են։ Եվ նույնիսկ ժողովուրդը այսպիսի մի խոսք ունի, եթե ատամդ ցավում է կարող ես հանել, եթե հարևանդ վատն է, պիտի տունդ փոխես։ Մենք ուզում ենք ապրել այդ տարածքում, եթե հարևանները, միջավայրը, մարդիկ լավն են։ Մենք ուզում ենք ապրել այդ քաղաքում, այդ գյուղում, երբ որ մենք տեսնում ենք ոչ միայն մեր, այլ յուրաքանչյուր անհատի արժեք հանդիսանալը, երբ որ մեկս մեկի հանդեպ հարգանքը զգում ենք, հոգատարությունը զգում ենք, սերը զգում ենք ոչ միայն բառերի մեջ, ոչ միայն գրքերի մեջ եւ հեռուստացույցից կամ ԶԼՄ-ներից, այլ դա գործնականում տեսնում ենք խանութներում, հերթերի մեջ, մենք դա տեսնում ենք հասարակական տրանսպորտում, հասարակական վայրերում, մենք դա տեսնում ենք իրարից օտար մեր հայրենակիցների մեկը մեկի հանդեպ վերաբերմունքի մեջ եւ այլն, մենք դա տեսնում ենք ուժեղ, թույլ եւ ուժեղ հարաբերությունների մեջ, անկախ նրանից դա մեր հետ կապ ունի, թե մեր հետ կապ չունի։ Եվ մենք այսպիսով որպես անհատներ ստեղծում ենք մի ոգի, միասնության ոգի, սիրո ոգի, հոգածության ոգի, մեկս մեկին հարգանքի ոգի եւ վստահ եղեք իր, այսպես ասած, ռոմանտիկ պատկերացման մեջ, եթե ունենանք մի այսպիսի գյուղ կամ քաղաք, որ այսպիսի մարդկանցով է շրջապատված, վստահ լինենք, որ այդ գյուղից կամ քաղաքից ոչ ոք չի պիտի ցանկանա գնացողն էլ ամեն կերպ պիտի ուզենա վերադառնալ։ Մի խոսքով այսպես ենք մենք սիրում մեր հայրենիքը եւ սա մեզնից յուրաքանչյուրի ուժերի ներքո է, մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության, պարտավորության ներքո է, բայց եթե մենք տեսնենք հակառակը, մենք տեսնենք օտարություն, մենք տեսնենք մեկը մեկի հանդեպ անտարբերություն, որը որ տեսնում ենք, եսի հիմնում, եսը առաջ տանելու խնդիր, մեկը մեկի հաշվին կայանալու խնդիր, դիմացինին չհարգելու խնդիր, անկախ նրանից դիմացինը տարիքով է թե չէ, անկախ նրանից դիմացինը քո ճաշակով է թե չէ եւ այլ, ուղղակի մենք չենք ուզենա այդ հայրենիքում ապրենք, մենք այդ հայրենիքը կսիրենք հեռվից, մենք այդ հայրենիքը կսիրենք երգերում, կսիրենք ֆիլմերում, կսիրենք գրքերում, բայց ոչ երբեք գործնականապես մեր առօրյայում։ Ուրեմն հայրենիքի սիրո մասին, մեծության մասին եւ այլ խոսալուց առաջ ձևավորենք այն հասարակությունը, որը որ հոգետանում անհատապես յուրաքանչյուրը իր եկեղեցու, իր հայրենիքի, իր շրջապատի, իր հայրենակցի հանդեպ եւ վստահ եղեք այսօր յուրաքանչյուր մարդ
եղբայրական սիրո, եղբայրական ուշադրության կարիքը ունի եւ դրանով մեր հայրենիքը, մեր առօրյան իրոք սիրած կլինենք։